Վարդևանյանը անդրադարձել է ՀՑԿՀ մարմնի երեկվա որոշմանը, որով հեծի լիցենզիայից զրկել են Տաշիր կապիտալին։ Փաստաբանը հարցրել է, թե ինչպես է պետությունը պատրաստվում բանակցություններ վարել հեծի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի հետ, երբ ինքը կալանքի տակ է։ Երեկվա դրությամբ մենք ականատես եղանք, որ հեծի լիցենզիան ակնհայտ ապօրինի կերպով դադարեցվեց։ ՀՑԿՀ համապատասխան որոշման մեջ ինչ է ձևակերպվում։ Ասվում է, որ 3 ամիս ժամանակ կա, որ սեփականատիրոջ հետ բանակցեն։ 3 ամիս սեփականատիրոջ հետ բանակցեն, գնալու են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում բանակցեն։ Անկեղծորեն եմ ասում, սա նման է որոշակի իմաստով ահաբեկչական գործողության։ Ահաբեկիչներն են ի վերջո պատանդ պահում մարդու։ Սա ինչ վարքագիծ է։ 53 քննիչից բաղկացած խումբը որևէ գործողություն չի իրականացրել այս 5 ամիսների ընթացքում։ Փաստաբանների առերես արձագանության միջնորդությունները մերժել է դատարանը։ Գիտեք, երբ վանից ենք միջնորդում, որ առերեսում կատարվեն։ Մեր միջնորդությունը հետևյալն է. եթե կան անձիկ, ով ցուցմունք են տվել Սամվել Կարապետյանի դեմ, խնդրում ենք բազմիցս միջնորդություններով, որպեսզի կատարվի առերես հարցաքննություն։ Մենք միջնորդությամբ հանդես ենք գալիս, եթե կան այդպիսիք, մենք չունենք, որ կան այդպիսիք։